Ողջույն սիրելիներս, սկսում ենք նոր տեսանյութ ու տեսանյութը սկսում ենք գնումներով, մեզ մոտ շաբաթ օր է, այսինքն սա լինում է նախորդ շաբաթ օրը, դուրս ենք եկել գնումների, ռուսական խանութ, Lidl, մթերային գնումների։ Գնումներից եկանք հողը թողեմ այստեղ միանգամից, որ գանք լցնենք, այս ներսի ծաղիկներն է, որոնք փոքր ծաղկամանի մեջ էին դեռևս, բերել ենք, այստեղ ենք տեղափոխել ու այս կանը այսպես գույնը գցե, հող պետք է հիմա լցնեմ ու այս նորմալ է, որտեղ իրան տեղափոխում ես, այս են տերևներն է, որոնցով գնել էինք ու ինքը հիմա նոր կսկսի աճել է։ Գնամ մի հատ գնումները դասավորեմ ու գամ մշակենք։ Վերջ գնումները բերեցինք ներս, մնում է այլանից գործը, որ դասավորի, այստեղ ռուսականիններն է, կյանքս ձկները, պաղպաղակ դրանք արագ բաները ու այսպես հացաղեն լվացքի պարագաներել էի գնել հեղուկներ, հանք տարանք արդեն լվացքատուն, այս էլ ամանի հեղուկը, խոսքով այսպես խառը գնումներ։ Ուրեմն այստեղ մնաց ձկնեղենը ու այստեղ հիմնական գնումներն է, որ գրեթե ամեն շաբաթ անում ենք ռուսական խանութից։ Այս անգամ, այս տիպի ծտիկատ են ստացել, շոկոլադայիններ ու լիմոնով է, շոկոլադայինն ենք վերցրել, գիտեմ վիտոնած ծտիկատից իրահար, փորձեց, ասեց համեղ է, կարևորը թարմ է շատ, այսպիսի պանդրավ չիպսեր էր, երկու հատ ենք վերցրել, մի հատը բացված անձեղով, հնդկաձաղար ուղղակի վերցրեցի, տանը դեռուն եմ անցած շաբաթվանից, այս էլի վիտոյի սիրելի պամիդորով ու վարունգով մարինատները, այս աղջիկներն են սիրում, երշիկ, պաղպաղակ, այս ուտիրիկ վարունգները, դե թարխունի կամ տանձի լիմոնադ միշտ գնում ենք ու այստեղ էլի վիտոյի սիրելի կոնֆետները, տրուֆելները, այս սենց խառը, այսպես խառը տեսակները սանքան վերցրեցինք, իքա սիրուն են իրենք, սենց ու այստեղ էլ խառը այս մյուս տեսակներից, վերջ ջան կարող ես դասավորել, այստեղ այս չիպսից կա բացածը պաներով, հանեղել վատը չեր, լավ ես սուրճ դրեցիր, որ ես սուրճ տանեմ, ուրեմն սուրճը արդեն պատրաստ է, քանի Էլենես առանձնացնում է, այստեղ առանձնացնում է արդեն նկուղ գնացող պարագաները, չէ, այստեղ դեպ չէ կարակները հանի, կարակների բազում տեսակներ եմ գնել, ամեն խանութից վերցրել եմ Ադամի, խոսքով այստեղ էլ կա հիգիենայի պարագաներ, խնամքի պարագաներ, հացեղեն, մսեղեն, թիթապտուղ, միրգ, այստեղ այս էլի Ադամի մածուկ, ելակ, դեղց, հավի պտիկներ, գույս, ձու, հացեղեն, այս ենք, Էլենես դասավորի, գնանք մենք սուրճ խմենք։ Սրանը նոր թափել է ծաղիկները, մյուսներն արդեն ահագին մեծ են, տանեմ վարունգներս ջրեմ, Մինչ ես բույսերս եմ ջրում, Վիտոն էլ խորովածի պատրաստություն է տեսնում այն կողմում։ Արևը հելավ, շատ էլ բանում դարձրում։ Չողը լցրեցի, ջրեցի, այստեղ արդեն վառոդիրաները կալնում են։ Գրեթե պատրաստ է։ Այս ամեն ինչ ով է դուրս բերել։ Զոյկան ու Ալենը, ապրեն իմ բալիքները։ Ես խավոս հադալը։ Շատ մի լեցրու, Էսի պապային։ ինքը ունի իրա վրա բան, արևիս, տես էտեք դուրները բան ունի։ Կասիչ, մի քիչ փորձի կստացի։ Ես բանթեց, Ապրիմ աղջիկը։ Խորյով։ Չես մրսում տղես, հակնես լիտրով։ Սոյկա քո ժակետը մինած ընդեղ կախած արևս։ Կաք կբերես։ Հեսա կբերես ու անձեռոցիկ էլ։ Հիմա Ալենն է։ Ես 4 հատ արել եմ ու 2 հատ։ Բարմեն ես դու։ Բայց Ալենը միշտ արել։ Ոնք ուզում մրսես, գնյա հոգի։ Գնյա մազերիտի լարի մի հատ են կողմում սարքեն։ Ապրին տղեն։
Ապատարակաղերն էլ բաժանի, ես այստեղ բան ունենք, ռուկոլա ունենք, գրեմ պետրուշկա ու սոխել քարենք։ Ինչպես են շուբինի։ Բերի քարևս։ Ստեղից մի քիչ։ Ջանա։ Բասեմ կողքն էստե։ Արևս։ Արիմ, դու բայց միշտ են կողմն ես նստում։ Միշտ ես պապան դե վերևը, ես մի կողմում պապայի, դու մյուս կողմում։ Բարի ախորժակ։ Մերսի։ Մերսի։ Անգել ամեն կիրակի մի տեխնիկա քշում վարում ես, անցած կիրակի բաններ, տրակտորներ, հիմա հացը կերել է, հիմա մարզվում է։ Հացը կերանք ու դուրս եկանք, էլի խանութներ, ավելի շատ կահույքի խանութ էր մեզ հարկավոր, ուզում էինք ճոճվող բազմոց գնել, ճոճաթոռ կամ ճոճվող բազմոց, ինչպես է կոչվում, դրսի համար, օնլայն նայեցինք, բայց ուզում էինք հենց տեղում տեսնել, ասցինք գնանք նայենք, իհարկե հիասթափված վերադարձանք, որովհետև ոչ մի խանութում չկային, օնլայն էին ու այդպես էլ մինչև օրս դեռ չենք պատվիրել։ Սիրելիներս, մի քանի վայրկյանում մտափոխվեցի ու որոշեցի շախմատ թխել։ Համ մի երկու կտոր կտանեմ աշխատավայր հետս, սուրճի համար, համ էլ տան համար, շաբաթ կիրակի է, այսպես, թե ինչը հարկավոր, ձու, կարակ, դրել եմ, որ հալվի, այս կրեմի համար կօգտագործեմ, դրել եմ, որ հալվի խմորի համար, ձու, կարակ, թթվասեր, շաքարավազ ալյուր, սոդա և կակաո։ Վերջ։ Առաջի շերտն արդեն պատրաստել, հիմա շոկոլադայինն եմ դրել, ով փոփուկ ստացվում։ Ստաց սպասում է, որ վիտոն գնդակը փչի բերի, որ գնդակ խաղան։ Պատշի։ Փշի։ Գնացեք դե։ Սիրելիներս, այսօր ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթի ֆինալն է, եզրափակիչ փուլն է, ու մենք ավանդույթը չխախտելով, դեռ իմ մանկուց եկած այսպիսի ավանդույթ, որ միշտ Եվրատեսիլին պատրաստություն էինք տեսնում, համեղություններով նստում ու դիտում էինք Եվրատեսիլը, այդպես ես փոխանցել եմ նաև իմ բալիկներին, իրենք էլ սպասում են անհամբեր, նստում ենք, ուտում ենք, զրուցում ենք, ամենքս մեր կարծիքն ենք ասում ով է հաղթելու, ինչ է լինելու, այդպես։ Դե ժամանակը եկավ նաև մի գավաթ գարեջրի, ես համեղ ձկնեղենով, ու սիրելիներս արդարության համար պետք է ասեմ, որ հենց սկզբից էլ դեռ Եվրատեսիլը չէր սկսվել, Էլենս ասում էր, ցավում եմ, բայց իհարկե Ավստրիան է հաղթելու, ճիշտ է, շատ տաղանդավոր երիտասարդ է, բայց ամեն դեպքում շատ կուզեինք, որ Հայաստանը հաղթեր, շատ կուզեինք իրոք հաղթական երգեր, բայց Էլենի սիրտը վկայում էր ու միայն Էլենը ճիշտ դուրս եկավ, որ Ավստրիան է հաղթելու, չնայած ավստրիացիները շատ դժգոհ են ու իրենք համարում են, որ իրենց համար պատվաբեր չէր, որ այդ երիտասարդը կամ, չգիտեմ, աղջիկը կամ երիտասարդը հաղթեց այդ մրցույթում։ Բարի լույս սիրելիներս, հաջորդ առավոտ է ու պատրաստում եմ կրեմը կարակով խտացրած կաթով, որպեսզի տորթս վերջապես ավարտին հասցնեմ։ Հիմա երրորդ շերտն էլ կրեմապոտ եմ, վերջ, ահա այս կողմը մանրացրել եմ, սպիտակը քիչ եղավ, դե այս ռանով եմ մանրացրել։ Հիմա փորձեմ շախմատի տեսք ստանանք, այստեղ մի հատ հարթեցնեմ։ Ահա, գրեթե ավարտին ենք հասցնում, տեսեք արդեն տեսքը երևում է, սկան ներեցնենք,
ու քանի որ այս շոկոլադային վերջացրել եմ ու այսքան է մնացել, այսինքն ինչ որ մնա արդեն կողքերը, այսինքն սիրուն կողքերը կպատենք։ Եվ վերջ, սիրելիներս, այսպիսի տեսք ունի մեր շախմատը։ Բոլոր կողմերից այսպես պատեցի եւ վերջ։ Հիմա թողնում ենք, որ ներծծվի ու ես գնամ իմ գործերին, առավոտից շատ գործեր ունեմ, բայց դա սա էլ էր կարևոր, որ հասցնի, չնայած ինքն իրենով փափուկ թխվածք է, բայց դե կարիք ունի ներծծվելու։ Ուրեմն անցել արդեն մի 10 րոպե, 15 րոպե դուրս են գալիս դուրս սուրճ խմելու, հիմա պետքա կտրեմ, որ սառնը անտեղավոր է մնացածը, կարծում եմ լավ փափկել է, որպեսզի սառի։ Հիմա մի հատ կտրեմ, տեսնենք, ճիշտ եմ թե չէ։ Այսիշ փափուկ է։ Ամենասիրելի մանկության թխվածքը մայրիկիս պատրաստած աշխարհի ամենահամեղը։ Հուսով եմ գոնե իմ երեխեքն էլ զգում են այն համը, ինչ որ ես եմ զգացել մանկության ժամանակ։ Ու մինչև մեծ ժամանակ էլ մամաս միշտ պատրաստում էր իր ամենասիրելի, մեր սիրելի, որ հաճախ էր պատրաստում, բայց իր մոտ ամեն ինչ շատ լավ էր ստացվում։ Ես հոտը, ինձ եմ սիրում ես այս շախմատի հոտը։ Սուրճն էլ խմեցինք, դրսում նստած սպասում ենք երեխաները պատրաստվեն, որ գնանք դեկորեստուն, իրենց էլ տորտ տանենք, գնանք իրենց հետ էլ տորթով սուրճ խմենք մի հատ էլ։ Նայեք ինչքան գեղեցիկ է ամպերը, ես խենթանում եմ բնության համար։ Այս կանաչը, կապույտ երկինքը, հաճելի տրամադրություն, լավ եղանակ, մի խոսքով գնացինք։ Սիրելիներս, եւս մի փոքր եւ կհասնենք տեղ։ Hallo. Jetzt kochen. Okay. Ich mache etwas für Miki und für mich. Okay, Tomaten. Սիրելիներս, մի հատ տեսեք այս բնության մյուս հրաշքը, թե թռչունները, ճնճղուկները երևի, ինչ հետաքրքիր կերպով բույն են սարքել, այստեղ դեկորեստան խորդանոցում, դրսի նկուղում էլի, այսինքն դրսի այդ խորդանոցներում ոնց են բերել, այդ արանքներից մտել, այսպիսի բույն սարքել ու ճուտիկներ են դուրս եկել արդեն, տեսեք մի հատ։ Սիրելիներս, մենք արդեն տանն ենք ու ես ընթրիքի պատրաստություն եմ տեսնում, այստեղ այսպես խառը բանջարեղենային, կարտոֆիլով, մսով, խաշլամա են պատրաստում, որպեսզի համեղ ընթրենք։ Բարի լույս սիրելիներս, հուսով եմ լավ եք, այսօր արդեն 5 շաբթի է ու ես գրեթե ոչինչ չեմ նկարել դեռ, շատ ծանրաբեռնված շաբաթվա սկիզբ էր, շատ աշխատանք, աշխատավայրում տանը երեխաները հիմնականում, քանի որ մենք ունենք դեռ 1 ամիս ավարտելու, այս 1 ամիսը քննական շրջան, աստուգողականներ, քննություններ, ռեֆերատներ ու մի խոսքով աշխատանքից գալիս եմ, իրենք չեն հասցնում, ոչ թե ես իրենց օգնում եմ, այլ արդեն չեն հասցնում շատ տանը ինձ օգնել ու շատ գործեր մնում է, որ գամ ես նորից անեմ, չնայած որ բողոքելու տեղ չունեմ հնարավորության, ամենաբարձր մակարդակով երեխաներս օգնում են, բայց դե իմ աշխատանքն էլ ավելի շատ, ժամերս դեռ չի երկարել, բայց գալիս եմ տուն արդեն իսկ շատ հոգնած, մտավոր հոգնած, այդպես այսօր էլ անցնի, վաղը տեսնենք ինչ կարողանամ նկարել շաբաթ-կիրակի օրվա ընթացքում, որպեսզի ձեզ համար հագեցած վլոգ տեղադրեմ, ու չլինի կարճ, ու չլինի ինչ որ միապաղաղ։
Դե իսկ հիմա գնամ, բոլորիդ լավ օր եմ մաղթում, լավ մնացեք, լավ եղեք, մինչև տեսնենք որտեղից ոնց երբ նորից կմիանանք գնացինք։ Լնյատ իմ սիրունատ հրտել ծավեսները, սարը, գնանք վարունգները նայենք։ Տեսեք, հիմա մի քիչ էլ որ մեծանան, այսինքն արդեն կարող ենք տեսեք, որտեղ որ երկու հատ է դուրս եկել, պետք է դրանք տեղափոխենք։ Դնենք այնտեղ, որտեղից դուրս չի եկել, այսինքն։ Բինգո։ Բինգո։ Բանիկը տանուս պիստիկ։ Բարի լույս սիրելիներս, այսօր կրկին շաբաթ է, ստացվում է, որ այս վլոգը մեկ շաբաթ է նկարում եմ, մի հատ շատ արագ նախաճաշենք ու դուրս գանք նորից շաբաթվա գնումների, այստեղ ինձ մոտ ռուկոլա է, բող, վարունգ, ֆետա պանիր, թունաձուկ, պատրաստելու եմ նաև օմլետներ, որպեսզի աղցան օմլետներ ուտենք շատ արագ ու դուրս գանք, հիմա այս աղցանին կավելացնեմ նաև բալզամիկ սոուս և վերջ համեղ աղցանը, առողջ նախաճաշը արդեն պատրաստ է։ Սիրելիներս գնացինք գնումների հետ եկանք, այստեղ էլի ինչ որ դրել եմ դրանցից, էլի այնտեղ միսն ա տակը, էլի լոբի, աղացած միս, այսօր հիմնականում այս համար էի գնացել, որ Lidl-ում զեղչվել էր 50% այս արիելն ու պերսիլը, այսինքն գնել եմ ամեն մեկը 20 եվրո, 40-ի փոխարեն, դե իհարկե լինում է, որ 26, 30, չգիտեմ, ամեն դեպքում իրենք ամենը լավն են, սևերի համար վերցրել եմ սա, Սոյջան մի փոքր կամացացրու բալես, որի հոտը ոգի արտակարգը շատ լավն է սև շորերի համար, որ գույնը չկորի, հիմնականում ոչ միայն սև, այս շատ մուգ շորերին էլ եմ ստացվում, չնայած այդքան շատ մենք չունենք սև շորեր, բայց դե հիմնականում սևերին սա եմ օգտագործում, այս պերսիլը վերցրել եմ, պերսիլն էլ եմ ես շատ հավանում, պերսիլն ու արիելը իդեպ մեր մոտ նույն գինն է, նույնիսկ երբեմն պերսիլն ավելի թանկ է, քան արիելը, գունավորների համար վերցրել եմ պերսիլի հեղուկը, իսկ սպիտակների տեղաշորի սպիտակեղենի համար փոշին սպիտակի համար հենց հատուկ, ինչի որովհետև երբեմն կարճ շորերը միացնում եմ, կներեք, ոչ շատ կեղտոտ գունավոր շորերը միացնում եմ կարճ ռեժիմի տակ, իսկ կարճ ռեժիմի տակ, երբ որ փոշին ենք լսում, ինքը չի հասցում հետքեր ա թողում բանի վրա, շորերի վրա, դրա համար գելը իդեալական է, բայց իմ համար, երբ որ սպիտակեղեն եմ լվանում, փոշին ավելի լավ է, որտեղ դե երկար ենք լվանում, չգիտեմ, ես այսպես եմ սովորել սևերի եւ գունավորների համար վերցնում եմ գելը, իսկ տեղաշորի համար, սպիտակեղենի համար միշտ վերցնում սպիտակ արիելը, այսպես, այստեղ էլի միավորներս հավաքվել էր պենիի ու այս ապակյա շատ լավն է սա, այս ամանը, վերցրել 20 քանի եվրոյա, բայց երբ որ ունես արդեն 60 հատ այսպես միավորներ, որը ամեն մի 5 եվրոյին մի հատիկ տալիս են, կարող ես այս ամանը ձեռք բերել 6 եվրոյով, կամ այնտեղ կան փոքրեր ավելի մատչելի գնով, մի խոսքով, ու այստեղ գնումները երեխաների էլի սիրելի խլոպյաները, հացեղենի բազմազան տեսականի, պաղպաղակ, այստեղ այսպիսի սնեքեր եմ վերցրել, միջունների համար,
դպրոցում չեն թողնում այսպիսի բաներ, փոքրերին, այսինքն ոչ թե չեն թողնում, այլ հետո գրում են, որ առողջ սննդապետ բան, բայց երբեմն տեղ գնալուց միշտ պայուսակի մեջ, ասենք Զոյկա, եթե երկար ճանապարհ են գնում կամ խոսքով որ տանը միշտ լինի, սա Ալենիս ամենասիրելի կոնֆետներից է, որ ավելի շատ պնդուկն է մեջը, ինչի եմ այսքան շատ վերցրել այսպիսի բաներ, որովհետև երկուշաբթի օրը Ալենես դասարանով գնում են ճանապարհորդության 3 օրով ու պետք է հետները այսպես զբաղվելու բաներ վերցնեն, որ այնտեղ երեկոները նստեն ու ինչ-որ երեկո անեն, ամեն մեկը իր տանում ու հետո բացում են ու բոլորը հյուրասիրվում են, դրա համար վերցրել եմ այս հանրապետությունները այսպես տուկով, իր սիրելի կոնֆետը, այսյանից էլ կդնենք ու այս չիպս ավելի հարմար է, այս կդնենք, այստեղ իմ սիրելի հզուրջի կոնֆետներն են, ելակը, որ շատ լավն է, այսի ուտան ունենք, դրա համար եմ էլ մի հատ վերցրել, այստեղ այսպիսի տարբեր տեսակի բազաներ է, համեղ սոուսներ պատրաստելու, աղջիկներն են հիմնականում այս սոուսներով պատրաստում, այստեղ գուլաշինն է, այստեղ սպիտակ սոուսինը, սպագեցի, այս էմուշկաները հացից է թափվում, այսպես, դե այստեղ էլ գարող եմ վերցրել, լոբի, պանիր, վարունգ, թուվարունգ մի խոսքով այսպիսի բաներ սիրելիներս, այս էլ մեր այսօրվա առևտուրը։ Կա սուրճ խմենք, համ էլ մի փոքր թուփ քաղեմ։ Դեպս էլ էինք այսօր գնել պատինտոնում էինք, բայց մի հատ էլ։ Մի հատ վարդերս տեսեք, ինչ սիրուն եմ բացվում, բույրն այնքան անուշ է, իմն եկել էի այստեղ խաղողի տերևներ եմ քաղել, որ խառը տոլմա պատրաստեմ ու իմ մաղադանոսը սոխը ու տեսեք ծիտրոնները, մի քանի հատ էլ թարմ ծիտրոն, այսպես փոքրիկ մեղքս եկան, որ պոկեմ, այս 4 հատիկը միայն, գնանք տոլմա փաթաթենք, ոչ ինչքան սիրուն են, մի քանի օրում ես, որ անձրևներ էր, տեսեք ոնց է փարթամացել խաղողը, հիմա այն մի ճյուղը իջել է ներքևեն էլ պետքա կապեմ ու այստեղ ուզում էի ցույց տալ, որ մաղադանոսներն են արդեն ծլել, ուղղակի չեմ քախան չեմ անում, որ մի փոքր մեծանան, որտեվ հիմա որ խոտը հանում եմ, իրենք էլ դեռ նուրբ են, հետը դուրս են գալիս, համել որ արդեն պարզ լինի ինչն ինչա, որ կարողանամ քարերը պետքա հանեմ մեծ քարերը ու այս փոքրիկ խոտեր ուղղակի դեռ դուրս են գալիս, ինչքան մանր կա, որ դուրս են գալիս, իսկ ծիտրոնը Աստված տվել չի խնայել, տեսեք ինչքան լավ է ծլել։ Բայց դե ծիտրոնից վնաս չկա, շատ եմ սիրում ծիտրոնը, մսերի հետ անփոխարինելի է ինքը, այստեղ վարունգ է դուրս եկել, այն կողմում էլ վարունգները լավ դուրս են եկել արդեն։ Առաքելյանն ինչպես միշտ այգու գործերով է, այստեղ էլ մի հատ լավ ցույց տամ, կոտեմաս, ամեն օր տեսնում եք ինչքան է մեծանում, նանան դե այսպես ընդլայնվում է ու իմ ռեհանները, այսպես գնացի, գիլասներն էլ արդեն բավականին մեծացել են, խնձորի ճուղն էլ են կողմում ենքան էր կախվել, վարդերը, վիտոն ամեն ինչ այսօր առավոտից արթնացել է ու այդ գործերով է եղել շաբաթօրով։ Ուրեմն այսպես, այստեղ խառը կանաչինը կտրատել եմ, բրինձը, միսը, այստեղ էլ են համեղ խուսնա, որը միշտ պատրաստում եմ ու ավելացնում եմ կեսը հենց մի անգամից խճողակին, տոմատա սոխառած, այսինքն որը կանաչ սոխով եմ արել, տոմատի մածուկ, սև կարմիր պղպեղներ, աղ, սխտոր, մի քիչ սխտոր էլ եմ արել և չորացած կանաչիներ, հիմա ես կես ավելացնում եմ այստեղ, կեսն էլ թողնում ենք վրան լցնելու համար։ Սիրելիներս, խճողակը պատրաստ է, մի փոքր այդ տոմատով խուսիցել եմ ավելացրել, որովհետև միայն խաղողի տերևովը չի, գիտեք, որ խաղողի տերևովը սիրում ենք առանց տոմատի, այստեղ կաղամբել ունեմ, հիմա անգելս է ուզում այսօր փաթաթի, անգելս կփաթաթի, այստեղ էլ այդ խուսնա, որը վերջում լցնելու եմ վրան։ Մինչ անգելս տոլման կփաթաթի, ես էլ երեխեք ներսում են ուտում, ինձ ու Վիտոյին պաղպաղակ տանեմ դրսում ուտենք, հետո կամ տեսնեմ անգելս ինչ փուլում, որ փուլում է։
Տարկյանքս էստի ապրեմ աղջիկ, այս եմ սիրում։ Փաթաթի, բայց ձիգ կանես, հա, թույլ չանես արևս, չքան հնարավոր է, ձիգ արա, որ չքանդվի։ Մեր խնձորն է, արդեն այսքան եղել է, այսքան, ասեք մի կողմը կարմիր։ Սիրելիներս, մինչ Անգելինա ստոլման է փաթաթում, ես էլ որոշեցի խորովածի միս մարինացնեմ, արդեն գիտեք, ավանդույթ դարձած, շաբաթ կամ կիրակի օրը միշտ խորոված ենք անում, ինչ եղանակներն արդեն տաքացել են, չնայած ձմեռն էլ մեզ չէր խանգարում, ու տեսեք ինչքան լավ միս է, այսպես կտրատում եմ, շերտ համեմում եմ ու հետո վերջում ձեռքերով իհարկե կխառնեմ կամ շուռ կտամ տախտակի վրա, տեսեք իսկական խորովածի միս է, այսպես երկար, որ շարվի, շերտ, յուղը, միսը, շատ համեղ կտորներ է ստացվում, ու գիտեմ, որ հիմա ովքեր նայում են, այն ամենաուշադիրները կհարցնեն, թե ինչի է Անգելինայի փաթաթած տոլմայի տակ ինչ-որ մսեր երևում, տատիկիցս եկած սովորություն կա, երբ որ միսը քերում ենք եւ կտրատում ենք, ոսկրահան ենք անում եւ աղում ենք, այդ ոսկորները, թե տավարինը, թե խոզինը, հիմնական տավարինը տատիկս չէր թափում ու շարում էր տոլմայի տակ, ինքը եփվում էր, դե համ տոլման չէր կպնում, համ էլ ինքը ինչքան որ կոլագեն կար մեջը դուրս էր գալիս, տոլման էլ ավելի համեղ էր ստացվում, դե ու համ էլ տակը չէր կպնում ու ամբողջ քափը քաշում էր ներքևի հատվածում։ Ահա եւ վերջ, սիրելիներս, արդեն պատրաստ է, մի շարքել կաղամբ դրեցի վրան ու հիմա ավելացնում ենք այս ամենահամեղ խույսը։ Մի քիչ էլ էսա ջուր կլցնեմ եւ վրան ափսե շուռ կտանք ու կթողնենք, որ եփվի մարմանդ կրակով։ Սիրելիներս, առհասարակ ոտերի ցավից չեմ դժգոհել, կամ ինչ-որ խնդիրներ, ճաքեր, բայց քանի որ հիմա շատ եմ կանգնում ոտքի վրա ու սեզոնն էլ է, մաշկը չորանալու, այսպիսի ոտքերի մասկա ունեմ, շուտվանից եմ, շատ վաղուց արդեն մոտս, երևի կլինի մի քանի ամիս, պետք է հագնենք նասոկները եւ 2 ժամ, ամենաշատը 2 ժամ, այսպես հագած մնանք։ Հիմա ես որոշել եմ, մինչեւ տոլման եփվի, հագնեմ ու այստեղ մի հատ հանգիստ պարկեմ գոնե մի կես ժամը, հետո կարող եմ նորից հագնել չստիկներ, ինքը նասոկները կապվում է, հագնել ու գնամ գործերիս։ Գործս էլ լվացք փռելն է։ Ահա, այսպես բացում ենք, կտրում ենք, հագնում ենք, կապում ենք, 2 ժամ թողնում ենք, հետո լվանում ենք։ Այսպես ֆիքսել եմ, պատրաստ է։ Արև ուղղակի գնաց, մի հատ արևը տաքացնի, մեջի հեղուկը շատ սառն է։ Չեմ կարող բառերով բացատրել, թե ինչ բույր է տարածվել։ Սենց ասեմ պատրաստ է, այս այն թուփնա, այս այն կաղամբնա, որ փխլվում է, ուղղակի հալվում է։ Հիմա սրանք վերցնեմ ու տեսնեմ, հետաքրքիր է ինձ խաղողի տերևովը եփել է, թե չէ։ Ահա եւ վերջ, պատրաստ է։ Այսպիսի տեսք ունի։ Երեխեք համով է։ Այո։ Ապրես Անգելես, ես էլ Անգելիս պատրաստ է ստոլման ենք այսօր վայելում։ Ամուսինս որոշեց ամեն դեպքում խորոված էլ պատրաստել ու դրսում նստենք շաբաթ երեկոն վայելենք։